Մայիսի 17-ին Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին Բ դասարանի Այբենարանի հանդեսը։ 8 ամիս շարունակ նրանք սովորել էին հայոց գրերը, եւ այսօր առաջին անգամ զարդարված եւ գեղեցիկ բեմում նրանք հրաժեշտ տվեցին իրենց առաջին գրքին՝ Այբենարանին։ Այբենարանը մայրենին լեզվի ուսուցման առաջին դասագիրքն է։ Այբենարանի միջոցով այս փոքրիկները սովորեցին տպագիր եւ ձեռագիր տառերը, ապա միաձույլ կարդալ եւ ըմբռնել բառը, կարդալ ու հասկանալ փոքր տեքստերը, գրել պարզ բառեր եւ նախադասություններ։ Երեխաները շատ վարժ գեղեցիկ առոգանությամբ կատարում էին իրենց հանրարարված բանաստեղծությունները, դերերը, պարերն ու երգերը։ Ծածել ենք, մենք դաշտել ու հաշվել ենք սովորել, մենք կարող ենք թվերը ինքնուրույն դաշվել։ Տները կբերենք, 4, 5, 6, ընկավ կոտրվել, 7, 8, 9, ինչ է դրակինը, հիմա կասեն 10, կասեն բնասը։
Անկնահատելի է առաջին ուսուցչի նվիրումն ու սերը։ Նվիրյալ մանկավարժ լինելուց զատ Մարինե Հովհաննիսյանը դպրոցական առաջին քայլերն անող երեխաների հանդեպ մեկ տարվա ընթացքում դրսևորել է մայրական քնքշանք, հոգատարություն, սեր։ Եվ թերևս Երջանիկ է այն երեխան, ով փոքր-ինչ առանձնանալով մայրական խնամքից առաջին անգամ դպրոցում զգում է փաղաքշանք ու ջերմություն, որոնք միաժամանակ ուղեկցվում են գիտելիքների յուրացմամբ, ունակությունների եւ կարողությունների ձեռքբերմամբ։ Շատ սիրելի առաջին դասարանցիներ, մենք բոլորս այսօր ներկա կրկնեցինք առաջին դասարանի, Այբենարանի հրաժեշտի և տառաճանաչությանը նվիրված միջոցառմանը։ Առաջին հերթին ես շնորհավորում եմ բոլորիս, և ծնողներին, և մանկավարժական հանրույթին, և մեր աշակերտներին, և մեր դասվար ընկեր Մարինե Հովհաննիսյանին։ Երեխաների այս ընթացքում ցուցաբերած գիտելիքները, տառաճանաչությունից, հատերական արվեստ, խոսք, երգ, պարկ համոզեց բոլորին, որ կարճ այս ժամանակահատվածում մեկ ուսումնական տարվա ընթացքում ինչքան ջանք ու եռանդ է ներդրվել այս երեխաներին այսօր բեմից այսպես ներկայանալու համար։ Դժվարին աշխատանք է մանկավարժի աշխատանքը, կրկնակի ու եռագի դժվար է դասվարի աշխատանքը։ Օրհնում եմ ձեզ ես մայրավար, ձեր հայախոս լեզվի համար։ Լինեք առողջ և երջանիկ, ձեզ կապույտ ու խաղաղ երկինք։ Ես երեխաներին կմաղթեմ քաջ առողջություն, նրանց ընտանիքներին բարեկեցություն և ամենակարևորը խաղաղություն։ Միայն ու միայն խաղաղության պայմաններում է հնարավոր այս երեխաների և նրանց ծնողների, ինչպես նաև մեր մանկավարժների բոլոր իղձերի և երազանքների վեշտևումները։ Դահլիճում նստած երեխաների ծնողները դպրոցական աշխատակազմը մեծ խանդավառությամբ ու սիրով նայում են իրենց երեխաներին, որոնք արդեն կրաճանաչ են ու կրողն են մաշտոցյան հայտնի պատգամին։ Ճանաչել զիմաստություն և զղրատ, իմանալ զբանս հանճարով։ Բոլոր սաները այսօր տառաճանաչ են, գրաճանաչ են, խոսում են բարձ, կաշտում են բարձ, կարողանում են ինքնուրույն գրել և խոսել։ Ես շատ ուրախ եմ, որ դարձել են տառաճանաչ։ Ես ուրախ եմ, որ կարողանում եմ կարճ տալ, գիտեմ հայոց տառերը։ Ես ուրախ եմ, որ տառերը սովորեցի և շատ գեղեցիկ հանդես էր։ Երդվում եմ պապանել քեզ որպես զենտես էուն փոխանցված և ինձ վստահված տոմական սպուտիում։ Ամբողջ կյանքում նրանք կհիշեն, որ օրը երբ և որ դպրոցում տառաճանաչ են դարձել և ով է եղել իրենց առաջին ուսուցիչը։ Շնորհավոր Թերեզա։ Սովորելով Մեսրոպյան տառերը տալիս է առաջին հանդեսը և այսքան գեղեցիկ խոսքերով կազմակերպված հոյակապ մի միջոցառում է և հուզիչ է, և տոն է, ցնծություն է բոլորիս համար, թե ծնողների, թե ուսուցիչների։